ասենք եթե նախկինում ծառայության դիմաց օրինակ վարսավիրը կամ այլ ծառայություններ մատուցող քարտից քարտ փոխանցումով ընդունում էր, հիմա ասում է քարտից քարտ մի տվեք, որովհետև հարկ պետք է վճարենք։ Այո, հարկ պետք է վճարեք։ Հարգելի սիրելի քաղաքացիներ, մենք բոլորս պետք է հարկ վճարենք, որովհետև երբ որ այդ վարսավիրանոցից դուրս եք գալիս, այնտեղ որ ոչ թե բանա, ոչ թե գրունտա եւ ասենք ենթադրենք բլուր, ոչ թե բլուրա 5 մետրանոց եւ կողքն է 4 մետրանոց փոս, դրանից այն կողմ ինչ որ բան, դա այդ վճարած հարկերի միջոցով է արվում։ Եվ մենք սրա մասին ի վերջո պետքա բան անենք։ Ես մեր քաղաքացիներին անդադար եմ ասում։ Գնում ենք բնակավայր ու քաղաքացիների հետ շփվում ենք, այսօր Հայաստանում հազարավոր չլուծված խնդրեմ կա։ Բան ճանապարհի, դպրոցի, մանկապարտեզի, չգիտեմ, լուսավորության, ամեն ինչի մասին։ Ասում եմ կա, ինչքանի ծախս կլինի մոտավորապես, ասենք գյուղում, թաղում եւ այլն, կլինի 1 միլիոն դրամի, շատ 2 միլիոն, 3 միլիոն, 5 միլիարդ, 10 միլիարդ, կլինի այդքան։ Ասում եմ հիմա եկեք ես ու դուք, ես էլ, դուք էլ հետ գնանք տեսնենք մեր այդ համակարգի ներդրման օրից քանի անգամ ենք մենք խանութից դուրս եկել առանց ՀԴՄ կտրոն վերցնելու։ Քանի անգամ ես ինքս, որովհետև մենք մտածել ենք խանութի տիրոջ լավություն ենք անում։ Բայց այդ 50 միլիարդ դրամն է, որ մեզ թվում է, բայց 50 միլիարդ դրամ ո՞նց է ձևավորվում։ Ձևավորվում է տասնյակ հազարավոր քաղաքացիների կողմից ՀԴՄ կտրոնի միջոցով գեներացվող վճարվող հարկերից։ Եվ այս տրամաբանական կապերն են, որ մեր մոտ խզված են, որովհետև ել եմ ասում, մենք պետությունը ասում ենք դե բան այլ է, սուլթանի փողն է, էլի, կամ շահի փողն է, էլի, կամ ցարի փողն է, էլի։ Ոչ ձեր փողն է, սիրելի քաղաքացիներ, ձեր փողն է։ Եվ այդ փողերով է, որ լուծվում է դպրոցի, մանկապարտեզի, անվտանգության եւ այլնի, բա որ ասում եմ կենացը, առողջության, այո, այս առողջապահության ապահովագրություն ենք մտցնում, որ կենացը, որ զինվորը էս ունեն, այն, իսկ ինչ որ չունի եւ չի ունեցել զինվորը, այդ չունեցածը բոլոր այդ չվերած եւ չպահանջած, չտպած ՀԴՄ-ների մեջ է մնացել։ Այս է կենացի եւ ոչ կենացի տարբերությունը, որտեւ եթե մի դեպքում ոտի վրա կենաց խմում ենք, բայց այդ գնաց օղու ՀԴՄ-ն չենք վերցնում, ստեղ այս նեղ արանքում լուծվում այդ բոլոր հարցերը։ Համեցեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, եթե sense խնդիր կա, որը կա բացահայտորեն, միգուցե երկարաժամկետ ինֆորմացիոն արշավ ձեռնարկենք հանրային բոլոր միջոցներով, որպեսզի այդ տրամաբանական կապը հստակորեն հանրությանը բացատրենք պետական ծառայությունների մատուցման եւ հարկահանության միջև, որովհետեւ փաստորեն տեղ չի հասնում կամ ջանքեր չեն գործադրել։ Գիտեմ տարական բան եմ ասում, բայց միգուցե պարզապես պետք է դա 1, 2, 3 տարի անել, որովհետեւ առանց դրա չի ստացվում փաստորեն։ Պարոն Սինյանյան, ինչ որ ես հիմա ասեցի, 2025 թվականին Հայաստանի 48 հանդիպում եմ ես ունեցել Հայաստանի տարբեր համայնքներում, կրթվել են նորաձև շարժման շրջանակներում, որտեղ հազարավոր մարդիկ են, չեմ հիշի թիվը, լավ բան չասեմ, այս նախադասությունը իրականում մեջբերում է այդտեղից, երբ որ ընդ որում գյուղերում, քաղաքներում, ամենտեղ եւ այո, հիմա կառավարության նիստում ինչ եմ ձեր ժամանակը ծախսում, այդքան ասում կամ ինչ ենք ծախսում, էս էլ արշավ, որպեսզի մարդիկ իմանան, թե ինչ ենք անում եւ ինչի համար ենք անում, է շատ կարեւոր հանգամանք է եւ այո, համաձայն եմ, բայց դա մենակ ուրիշներին չէ վերաբերվում, դա մեզ էլ է վերաբերվում, որովհետեւ ես օրինակ ձեզ ուրիշ բան ասեմ, այս համակարգում այդ թվում իմ անձնական փորձով մենք խոցեր ենք հայտնաբերել։ Ես օրինակ մի անգամ բանի օրը, ինչ օր էր, գիրք նվիրելու օրը գնացի գրախանութից գիրք գնեցի բանով, քարտով։
Եվ քարտի այդ երբ որ անկանխիկ ես վճարում, թուղթ սովորաբար տալիս են։ Մեկ էլ մտքովս անցավ, հետո ինձ համար պարզեցի, որ այդ թուղթը ՀԴՄ չի։ Եվ մեր համակարգը այնքան ինտեգրված չի, որ քարտով վճարել դեպքում միանգամից ՀԴՄ գեներացվի։ Հիմա այդ հարցը լուծելու ճանապարհին հասել ենք միտեղ։ Այսինքն սենց բաներ կա, որ ասենք իրազեկումը իրազեկում, բայց թուղթը վերցրել է մեկ էլ, հետո մտքովս անցե, բայց մի րոպե, սա ՀԴՄ է, թե ՀԴՄ չի։ Հետո անակնկալ պարզել են, որ դա ՀԴՄ չի։ Ինչ են կարել, ինչ են անում։ Ծրագրային լուծումներն ենք հիմա նախատեսում եւ օրենսդրական փոփոխությունները շուտով կներկայացնենք։ Այսինքն այն որ մեզ թվում էր թե անկանխիկը ստվեր չի կարող լինի, հանկարծ մենք մեզ համար արձանագրում ենք, որ անկանխիկն էլ կարող ստվեր լինի։ Չէ, բայց այնուամենայնիվ, բանկային գաղտնիք կա, այս կա, այն կա։ Ամեն դեպքում դա խնդիր է, որը մենք պետքա լուծենք։ Շատ լավ։